Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 3 Եվ նստողը յասպիս և սարդիոն քարի երևույթի նման էր, և աթոռի 4 կողմովը ծիածան կար զմրուխտի երևույթի նման։ Հայտնություն 4 գլուխ 3-4 խոսքեր։ Չկա իրական խաղաղություն այնտեղ, որտեղ չկա ճշմարիտ շնորհք, և որտեղ շնորհքը նախորդում է, խաղաղությունը կհետևի։ Այս օրհնությունը Աստծո սուրբ երրորդության անունով է, և դա երկրպագության գործողությունն է։ Հայրը առաջինն է հիշատակվում, նա նկարագրվում է որպես Եհովա, նա ով կա, ով եղել է և ով պիտի գա, հավիտենական և անփոփոխ։ Սուրբ Հոգին կոչվում է 7 հոգիներ, Աստծո կատարյալ Հոգին, որի մեջ կան շնորհների և գործառույթների բազմազանություն։ Տեր Հիսուս Քրիստոսը հավիտենությունից եղել է որպես վկա Աստծո բոլոր խորհուրդներին։ Նա մեռելներից առաջնեկն է, որը իր զորությամբ հարություն կտա իր ժողովրդին։ Նա երկրի թագավորների իշխանն է, և նրա միջոցով նրանց ծրագրերը խափանվում են, և նրանք հաշվետու են նրան։ Մեղքը մեղքի և պղծության բիծ է թողնում հոգու վրա, և Քրիստոսի արյունից բացի ոչինչ չի կարող լվանալ այդ բիծը։ Քրիստոսը թափեց իր սեփական արյունը աստվածային արդարադատությունը բավարարելու և իր ժողովրդի համար ներում ու մաքրություն գնելու համար։ Քրիստոսը հավատացյալներին թագավորներ և քահանաներ է դարձրել իր Հոր Աստծո համար։ Այսպիսով, նրանք հաղթահարում են աշխարհը, ճնշում մեղքը, վերահսկում իրենց հոգիները, դիմադրում սատանային, աղոթքով դիմում են Աստծուն իրենց հոգիների համար և դատում են աշխարհը։ Նա նրանց քահանաներ է դարձրել, Աստծուն մոտենալու հնարավորություն է տվել, Աստծուն հոգևոր և հաճելի զոհաբերություններ մատուցելու հնարավորություն է տվել, և այդ շնորհների համար նրանք պարտավոր են նրան վերագրել ամբողջ իշխանությունը և փառքը հավիտյանս հավիտենից։